մեր տրանսպորտը գտնվում է այնպիսի մի վիճակում, որ չկա համեմատություն։ Կարող է հավանաբար մի որևէ աֆրիկյան երկրում նման տրանսպորտ լինի։ Եվրոպայում եւ քաղաքակիրթ աշխարհում վաղուց չկա նման վիճակ։ Մի դիպուկ բան ասվեց, ինձնից առաջ ես նորից եմ ասում։ Այն երեխան, որը երթևեկում է միկրոավտոբուսով, ողնաշարը ծալապատիկ վիճակում, վաղը նա մեզ ոնց պետք է պաշտպանի։ Արդեն ընկճված հոգեբանությամբ մեծանում է, չէ, երեխաները։ Տրանսպորտի խնդիրը ունի շատ տարբեր բաղադրիչներ, եւ էկոլոգիական, եւ տնտեսական, եւ այլ շատ, բայց ամենակարևորը արժանապատվությունն է։ Հայ մարդը 21-րդ դարում անմարդկային վիճակով երթևեկում է։ Հիմա անցնենք ավելի ընթացիկ եւ այսօրվա խնդիրներին։ Հրավիրվել է բրիտանիական ֆիրման։ Բրիտանական ֆիրման, որին վճարվել է 840,000 եվրո։ Դա 1.5 միլիոն դոլար է անում մոտավորապես։ Մենք աշխատում ենք իրենց հետ արդեն կես տարուց ավելի։ Եզրակացությունները եւ առաջարկությունները այստեղ են։ Կես կիլո թուղթ արդեն ես ստացել եմ բրիտանական կամպանիայից։ Ես չգիտեմ որ ծայրից սկսեմ, այսինքն գիտեմ։ Հունվարի 1-ից մինչև այսօր ես դիմում եմ քաղաքային եւ մնացած իշխանություններին։ Ինձ ծանոթացրեք բրիտանական էքսպերտների, փորձագետների հետ։ Հունվար ամսից 7-րդ ամիսը վերջանում է արդեն։ Ու միշտ ստանում եմ մերժում։ Այդ մարդիկ պարտիզան են, պարտիզանական մեթոդով են աշխատում։ Չեն բարեհաճում ինձ հետ հանդիպել։ Բրիտանական ֆիրման, բրիտանական խորհրդատվական ֆիրման։ Դուք անձամբ դիմել եք հենց իրենց, թե Ես դիմել եմ բոլոր հնարավոր եղանակներով, իրենց օգնականին, իր թարգմանիչին, Երևանի քաղաքապետի տեղակալ Սամվել Նիկոյանին, հետո ինչ-որ կազմակերպություններ կան միջանկյալ, մի խոսքով, բոլոր հնարավոր, անձամբ եմ դիմել բրիտանական էքսպերտին, հունվարի 1-ից մինչև այսօր, ամեն օր, պատասխանը հետևյալն է, քաղաքային իշխանությունը պատասխանում է հետևյալ կերպ, սպասեք, երբ որ իրանք կավարտեն վերլուծությունները, կբերեն կներկայացնեն, ես էլ այդ հանձնաժողովի անդամ եմ, այնտեղ դուք որպես հանձնաժողովի անդամ ձեր կարծիքը կասեք, ասում եմ այն ժամանակ ուշ կլինի, եթե սխալ ճանապարհով է գնում վերլուծությունը, սխալ ճանապարհով է գնում պլանավորումը, հետո ես 7 ամիս հետո ինչ ասեմ, երբ որ արդեն սխալ ճանապարհով են գնում, իսկ բրիտանացի էքսպերտը անձամբ եմ ասել քանի անգամ, ինձ անհրաժեշտ է ձեր հետ հանդիպել, ասում է առավոտյան ես մեկնում եմ, հունվարի 1-ից մինչև այսօր, եւ ավելի զարհուրելին, բացում եմ այս եզրակացությունը գրած են հեղինակներ, բացի բրիտանական էքսպերտից, նաեւ հայկական ազգանուններ, եթե բրիտանացին մեկնում է Լոնդոն, այդ ձեռնարկությունը, խորհրդատվական կազմակերպությունը, հայ մասնագետները, հեղինակները, նրանք ինչ չեն խուսափում։ Հիմա ավելի առարկայական։ Հասարակությունը եւ պետությունը, այսինքն եւ իշխանությունը, դա նույն օրգանիզմի տարբեր մասերն են։ Դա նույն օրգանիզմն է։ Հասարակությունը եւ պետությունը չեն կարող առանձին մոլորակների վրա ապրել ու իրար չտեսնել, իրար հետ չհաղորդակցվել, իրար հետ չբանավիճել, սա քարե դար է, այսպեսի բան չկա աշխարհում, այս եղանակը ես չեմ ստեղծել, հասարակական եւ պետական կառույցները տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը պետք է սերտորեն աշխատեն իրար հետ, դա գրված է Օրխուսի կոնվենցիայում, որը ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը, Օրխուսի կոնվենցիայում գրված է տառերով, հասարակությունը պարտադիր կերպով պետք է մասնակցի որոշումներ կայացնելու բոլոր փուլերին, սկզբից մինչև վերջի կետը։ Հիմա մենք ընդամենը դա ենք ասում, այստեղ պետք է նստած լիներ,
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, այստեղ պետք է նստած լիներ Երևանի տրանսպորտի վարչության պետը, այստեղ պետք է նստած լիներ բրիտանական կորպորացիան խորհրդատվական, ինչու են խուսափում, հիմա ես ում հետ խոսեմ, պատի հետ, ես պատի հետ խոսում եմ արդեն, 7 ամիս, ավելի կարևորը, եթե մենք չլուծենք սեփականության ձևը, հարցը, մենք ինչպես կարող ենք կարգավորել տրանսպորտի խնդիրը կամ որևէ խնդիր, դա բացառվում է, դա տնտեսագիտական գիտությանը հակասում է, եթե հայտնի չի սեփականատերը, այսինքն հայտնի է, այս վիճակը, որ կա մեր քաղաքում տրանսպորտի, դա ձեռք է տալիս շահավետ է 7 կամ 17 հոգու, մնացած 1.5 միլիոնը տառապում են, հիմա այդ 7 կամ 17 հոգին մեզ չեն հետաքրքրում, մեզ հետաքրքրում է ձևը, ինչ է նշանակում ծաղիկ ՍՊՀ կամ ժուժու ԲԲԸ, այդ ԲԲԸ-ները, որոնք 100-ից ավել են, և իրար վրա կրակում են, երբ որ լինում է վեճ այդ շահավետ գծերի, իդեպ գիծ բառն էլ հայերեն լեզվում այդպիսի հասկացողություն, գիծ նշանակում է վերցնում ես մատիտ ու գիծ ես քաշում, իրենց լեզվով դա գիծ է կոչվում, մեր լեզվով դա կոչվում է երթուղի, հիմա իրանք այդ գծերի համար, որը շահավետ է, որ կոնկուրսով պետք է կրակում են իրար վրա, ով դա չգիտի, եղել են դեպքեր, մի քանի անգամ, հիմա մեզ հանցավոր աշխարհը չի հետաքրքրում, բրիտանական կամպանիան և Երևան քաղաքի, մայրաքաղաքի քաղաքային իշխանությունը, իդեմս ավագանու, բացարձակապես չկան, չեն երևում, հարցը, մինչև չլուծվի սեփականատիրոջ, այսինքն տնտեսաիրավական կերպը, ինչու պիտի կծի տեր կամ տնտեսվարող սուբյեկտները իրանք թելադրեն կարգը Երևան քաղաքում, երևակայական հիվանդ գլուխներում գոյություն է այսպիսի միտք, իրենք չեն կառավարում, մենք անցկացնում ենք մրցույթներ, կոնկուրսներ, ով շահում է, ով նվազագույն գին է առաջարկում, դա հիվանդ երևակայությանը իրական կյանքում ուրիշ բան է, միշտ նույն մարդիկ շահում են, այսօր Պետրոսի անվան տակ, վաղը Պողոսի անվան տակ, իսկ այդ Պողոսն ու Պետրոսը նստած են ազգային ժողովում, կամ կառավարությունում, կամ քաղաքային իշխանությունում, եւ բոլորը գիտեն դա, մենք ուզում ենք սեփականության ձևը փոխենք, այսինքն ստեղծվում է բաց բաժնետիրական ընկերություն, այնպես ինչպես Լոնդոնում է, Բեռլինում է կամ Պրագայում է, դժվար չի բացել եւ նայել, ինչպես է կազմակերպվում տրանսպորտի աշխատանքը քաղաքակիրթ աշխարհում, բաժնետիրական ընկերությունը ունի երկու մաս ներդրումների կամ բաժնետոմսերի երկու մաս, մի մասը քաղաքապետարանինն է, մյուս մասը էլի նույն իրենցն է, բայց ես, եթե ունեմ 49 ավտոբուս, միկրոավտոբուս, այսինքն իմ շահը այն է, որ իմ միկրոավտոբուսները շատ փող բերեն եւ այդ փողի 50%-ը հանցավոր կերպով շրջանցում է բոլոր հարկումները եւ հայտնվում է իմ գրպանում, իսկ եթե ես ունեմ ոչ թե 49 ավտոբուս, այլ ունեմ 5% բաժնեմաս այդ ԲԲԸ-ում, նշանակում է ես 5% էլ դիվիդենդ կստանամ, այսինքն խոսքը եւ քաղաքային իշխանություն եւ նույն այդ սուբյեկտները, որոնք շահագործում են, նրանց շահը, նրանց գործունեության իմաստը եւ նպատակը պետք լինի, որ համակարգը լավ աշխատի, որքան լավ աշխատի, այնքան իրենց գրպանում կհայտնվի շատ դիվիդենդ եւ քաղաքային իշխանությունում եւ տվյալ անձնավորությունների կամ ձեռնարկությունների մոտ Հայաստանի Հանրապետություն նախագահը հայտարարեց հեռուստատեսությամբ մեր վերահսկողության ծառայությունը, այսինքն նախագահի, ուսումնասիրել է այսինչ երթուղին եւ հայտնաբերել է, որ 49 միկրոավտոբուսների վրա ձևակերպված է 3 վարորդ։ 3 վարորդ միաժամանակ վարում են 49 ավտոմեքենա եւ մեր կյանքը իրեն ձեռքում է։ Սա հանրապետության նախագահն է հայտարարել։
Եթե մենք նայում ենք CNN-ը, նշանակում է իրանք էլ նայում են մերը, չէ՞։ Ինչ պատկերացում կկազմեն մեր երկրի մասին։ Այս խնդիրը շատ ցավոտ է եւ եղանակը չի երևում լուծման։ Եթե քաղաքային իշխանություն այդ լեզվով է խոսում իր քաղաքացիների հետ եւ իր քաղաքացիների շահերը ներկայացնողների հետ։ Ես արդեն ասեցի, վերջին նիստի ժամանակ, երբ որ այդ հանձնաժողով, որ այս աշխատանքները պետք է կարգավորի, կանոնակարգի, հաստատի կամ չհաստատի, այդ հանձնաժողովի նիստում մարդիկ հարց բարձրացրեցին, իսկ ուր է մամուլը։ Եվ այդ մարդիկ, ովքեր որ այնտեղ վարում են, ասում են, մենք հարմար չգտանք, որ մամուլը ներկա լինի եւ լուսաբանի։ Մեր մոլորակի վրա այդպիսի կարգ չկա։ Մամուլին արգելել այդպիսի բան չկա։ Դրանով նրանք խախտում են երկու օրենք՝ տեղեկատվության ազատության մասին օրենքը եւ մամուլի մասին օրենքը, որ գլխում այդպիսի միտք կառաջանա, մենք կքննարկենք, կորոշենք, արդյոք կարելի է կամ նպատակահարմար է կամ արժի որ մամուլը, դուք տեղյակ չեք այս հանձնաժողովի նիստերից։ Ոնց կարող է այդպիսի բան լինի։ Դա բացառում է մարդկային տրամաբանության, ել չասեմ, որ օրենսդրության կոպտագույն խախտում է։ Մարդկանց տեղեկատվության օրենքը սահմանափակել կամ ոտնահարվել, դա պետք է պատժվի, պատժելի արարք է դա։ Հիմա նորից վերադառնանք սեփականության ձևին։ Խնդիրները շատ են, ես այդ խնդիրներից մեկը եւ ամենակարևորն եմ ասում։ Երբ որ ես նորից նիստի ժամանակ բրիտանական եւ հայկական իշխանությունների, ու իշխանություն չէ, խորհրդատուն թանկացման մասին ասվեց, ենթադրյալ թանկացման մասին։ 850,000 եվրոն, որը վճարվել է բրիտանական կամպանիային, որտեղից պետք է վճարվի, եթե ոչ մեր գրպանից։ Հիմա փորձեմ ձեզ պատասխանել, փորձեմ, այդ հարցը պատասխան չունի։ Եթե ես չգիտեմ, որտեղից է վճարվել, ինչպես է անցկացվել այդ մրցույթը, ինչ սկզբունքներով է ընտրվել եւ ինչու է սա ընտրվել կամ նա, եթե ես չգիտեմ, դուք որտեղից իմանաք։ Փորձեք գտնել այս խորհրդատվական կամպանիայի իրեն գտնել։ Կգտնեք դուք, բայց չեք գտնի կոնկուրսի պայմանները։ Հիմա երբ որ ես վերջի անգամ ընդվզեցի ու ասեցի իմ առաջարկը ինչու չեք ընթացքի մեջ դրել, քաղաքապետի տեղակալը կարդում է, ընթերցում է իմ առաջարկը։ 2 ամիս հետո, երբ որ ես սկզբից բանավոր եմ առաջարկել, ինձ ասում են գրավոր ուղարկեք։ Սա ինչ մոտեցում է։ Ես ու դուք, այսինքն այդ վարողը, այդ խորհրդակցությունը, մենք նույն հանձնաժողովի անդամներ ենք, ես քեզ ինչի գրավոր բան ուղարկեմ, դու ինձ ուղարկի։ Եթե ես հարցը բարձրացրել եմ հրապարակային հանձնաժողովի նիստում, հետո ինձ ասում է գրավոր կուղարկեք, գրավոր կպատասխանեք, այդպիսի աշխատաձև չկա, մեր օրենսդրության մեջ գրված է, բանավոր հարցին պատասխանում են բանավոր, գրավոր հարցին պատասխանում են բանավոր, դա մեր օրենսդրության մեջ է բայց ես հարց չեմ տալիս, ես հանձնաժողովի անդամ եմ, եթե ես հարց եմ բարձրացնում, ուրեմն այդ հարցը պետք է դառնա քննարկման առարկա, եւ ինձ 2 ամիս հետո ընթերցում է քաղաքապետի տեղակալը, իմ հարցը ասում եմ ինչ եք ընթերցում, ես կարդալ գիտեմ, որ ընթերցեցիք ինչը փոխվեց, գրված է մենք կքննարկենք, անհասկանալի ինչ-որ մի դարաշրջան պիտի գա, երբ որ քննարկեք, երբ որ սեփականության ձևը չեք քննարկում, ինչպես եք դուք որոշում տրանսպորտի աշխատելու համակարգը, գնային քաղաքականությունը, սպասարկման որակը, ինչպես է կարող է քննարկվել, եթե հայտնի չի սեփականատերը, այսինքն հայտնի է,